Եվ այսպես ուշադրություն Հայաստանի Հանրապետության իշխանությունները կարող են ստեղծել մի իրավիճակ, երբ որ Գարեգին Բ. կաթողիկոսը ստիպված կլինի հեռանալ իր եկեղեցական գահից։ Իհարկե ազգային անվտանգության ծառայությունը մեծ ինֆորմացիա է տիրապետում, թե որ եկեղեցականը որտեղ ինչ է անում, ինչ ունեցվածքի է տիրապետում եւ առհասարակ ինչով է հասել այդ ունեցվածքին, եւ քանի որ եկեղեցականներ են, նրանց նկատմամբ այդքան հրապարակումներ չեն արվել, բայց բացահայտումները կան, ուղղակի պահվում են իրավապահների ձեռքի տակ, դրանք չեն հանրայնացվում կամ չեն ուղարկվում դատարաններ, որպեսզի դատարանով հարցերը կարգավորվի։ Շատ մարդիկ ասում են, որ դա իշխանության գործը չի, թե որ հոգևորականը ում հետ է ապրում, ամուսնացած է, թե չէ, կամ ինչ ունեցվածք ունի, դա հոգևորականների գործն է եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը իրավունք չունի մտնել եկեղեցական ներքին խոհանոց եւ հարցեր բարձրաձայնել։ Մենք կարծում ենք, որ դա երբեք տեղի չէր ունենա, եթե հոգևորականները չփորձեին Հայաստանի Հանրապետությունում իշխանությունների դեմ գործողություններ իրականացնել։ Մինչև իշխանությունները անդրադարձ կատարեցին հոգևորականներին, արդեն իսկ հոգևորականները ամեն գնով փորձում էին իշխանությունը զավթել, օգտագործելով Բագրատ Գալստանյանի ջանքերը, ստանալով աջակցություն Հայաստանի նախկին իշխանությունների կողմից, բայց իհարկե դա ձախողվեց, դա տեղի չունեցավ։ Այսինքն իրանք ստեղծեցին մի հատ պայմաններ, երբ որ արդեն Նիկոլ Փաշինյանը ուզած թե չուզած պետքա ընդուներ մարտահրավերը եկեղեցականների կողմից իրեն հրավիրված եւ իհարկե պետք էր պատասխան տալ հոգևորականներին, ինչպես որ հարկն է։ Հայաստանի Հանրապետությունում շատ քիչ են մնացել մարդիկ, ովքեր որ այցելում են եկեղեցի ու դա շատ ցավալի է, մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին այցելել եկեղեցի, պահպանել մեր ազգային ավանդույթները, ազգային արժեքները, քրիստոնեությունը, հայ առաքելական եկեղեցու դարերից եկած հայապահպանման գաղափարները, անկախ նրանից, թե ովքեր են այսօր հոգևորականներ, եկեղեցին չի պատկանում հոգևորականներին, եկեղեցին պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որոնք այցելում են եկեղեցիներ։ Իհարկե նաև պետք է անդրադարձ կատարենք կոռուպցիային, աղոթք անել, հետո գումար վերցնել, օրինակ ամուսնացնել զույգերին, հետո գումարը դնել գրպանը, կնունք անել, հետո գումարը դնել գրպանը, դա ներկայացնելով որպես եկեղեցուն ուղղված քո կամային նվիրաբերությունը։ Շատերը սրան եւս տվել են պատասխան, ասելով, որ բա ինչով ապրեն այդ մարդիկ Հայաստանի եւ Հայաստանից դուրս ապրող միլիարդատերերից պարբերաբար ստանում են օգնություն, պարբերաբար ստանում են գումարներ, եւ մենք չենք ասում, որ բացարձակ մի տվեք գումար, ցանկության դեպքում իհարկե միայն, բայց գնալ տերտերի հետ գին բարիշել, որ ինչքանով ես ամուսնացնում, ինչքանով ես կնքում, ինչքանով ես թաղմանը աղոթք ասում, սա խայտարակություն է, երբ որ Հայաստանի քաղաքացիներին տերտերները գնացուցակ են ներկայացնում, մարդիկ պետք է իրանց կամքով, իրանց գրպանի չափով որոշեն այդ գումարը տան, թե չտան։ Եվ այսպես ուշադրություն Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան շատ կոպիտ գրառում է կատարել սրբազաններից մեկի հասցեին, նրան մեղադրելով կուսակրոնությունը խախտելու մեջ։ Սա շատ մեղմ ասած իհարկե։ Եվ այսպես եկեղեցի, իշխանություն, բախումները, դա նրանց է, որտեղ եկեղեցին ինքը եղել է միշտ քաղաքական կառույց, միշտ Հայաստանի իշխանության հովանու ներքո է գործել եկեղեցին, նախկին իշխանությունների օրոքը բենթլիներով, յաշիկներով, Ռոյսերով էին պտտվում եկեղեցականները, սրբազանները, ունեին դղյակներ, ունեին կարողություններ եւ կնիկը ինչա որ չունենան։ Մենք գիտենք, որ եկեղեցում ունենք շատ լուրջ խնդրեմ։ Մենք գիտենք, որ եկեղեցու այսօրվա վերնախավի գործողությունների արդյունքում մեր նոր սերունդները կտրվում են հայ առաքելական եկեղեցուց, հայկական դարավոր այս պահպանված սրբագույն արժեքից,
կամ դառնում են աթեիստ, կամ փորձում են իրենց կրոնական հոգևոր սնունդը գտնել այլ ինչ-որ կասկածելի կառույցներում, սեկտաներում, ինչը որ այսօր տարածված է։ Դրա մեղավորը Հայաստանի իշխանությունը չի։ Դրա մեղավորը Հայաստանի եկեղեցական վերնախավն է, որը այնպիսի տպավորություն է թողնում մարդկանց մոտ, որ մարդիկ նույնիսկ որոշ մարդկանց մասն ենք ասում մեծամասնության եկեղեցի էլ չեն ուզում այցելել, դա ուղղակի այսպես սիմվոլիկ բնույթ է այլևս կրում, շատ լավ իմանալու, որ շատ եկեղեցիներ կան, որ Հայաստանի Հանրապետությունում այնտեղ Աստված չկա։ Եվ այո, Աստված պետքա լինի ամեն մարդու մեջ, այլ ոչ թե քարի կառույցում, որտեղ որ տիրում է կոռուպցիան, հասարակ մարդկանցից ինչ-որ գումարի դիմաց աղոթք անեն, գումարի դիմաց կնունք անեն, գումարի դիմաց հարսանիք անեն, եւ մենք չենք կարծում, որ ինչ-որ մի կառույց, որտեղ որ առևտուր է գնում, այնտեղ Աստծո անունը արժե տալ։ Իսկ ինչ է անում Գարեգին Բ կաթողիկոսը։ Մեզ նկարներ ուղարկեցին Հաղարծին վանքի ինչ-որ մի հատվածում, որտեղ որ ըստ էության կատարվում է իրենց վանականների հանդիպումները, հավաքները եւ քննարկումները, այդ սրահում սրբապատկերները հանված էր, փոխարենը մեծ 1.5-2 մետրանոց Գարեգին Բ կաթողիկոսի նկարն էր փակցրված հենց մեջտեղում, որ բոլորը տեսնեն, թե ով է այսօրվա հայ առաքելական եկեղեցու եկեղեցականների պաշտամունքը։ Այսինքն ինչ է նշանակում սրբապատկերները հանել, փառաբանել Գարեգինին, բա ուր մնաց Աստված։ Եվ այո, մենք հասկացանք հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունում այսօրվա եկեղեցականների վերնախավի որոշ անդամներ իրենց հավատքը Աստծուն ուղղելու փոխարեն ուղղել են Գարեգինին, եւ Գարեգինին դա շատ դուր է եկել, եւ Գարեգինը պայքար է մղում այս ձևաչափով թե Աստծո դեմ, թե Հայաստանի իշխանության դեմ, իշխան ուզում ես կռիվ տուր, դա քո խնդիրն է, բայց Աստծո դեմ նման կռիվներ տալ իհարկե պետք չէ եւ Աստծո տունը ոչ առևտրի տեղ է, ոչ էլ չուլան է, որ ձեր հին իրերը բերեք եւ լցնեք եկեղեցիները։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շատ մեծ մասը Գարեգին Բ կաթողիկոսին չի համարում ճիշտ կաթողիկոս, սիրված կաթողիկոս ժողովրդի կողմից։ Ինչի է այսպես։ Չի կարող մարդը լինել լավը եւ նրան ուղղակի անիմաստ տեղը չսիրեն։ Սա նրանից է, որ եկեղեցին ժողովրդի կողքին չէ եւ ժողովուրդն էլ եկեղեցու կողքին չէ։ Եվ դրա միակ մեղավորը Գարեգինապաշտությունն է Աստծո փոխարեն։